Պարոն Ասատրով, ամենուր ձեզ տեսնում ենք Լևոն Քոչարյանի հետ և ասում են, որ դուք նրա անվտանգության աշխատակիցն եք։ Ինչու եք շրջում Լևոն Քոչարյանի հետ։ Իսկ ով է ասում, որ անվտանգության աշխատակիցն եմ։ Իշխանության ներկայացուցիչները։ Ես շատ ժամանակ ձեր կողքն եմ լինում, կարող են նաև ձեր կողքը հանդիպեն մարզասրահում, այո, միգուցե հիմա այս պահին, արդյոք ես ձեր անվտանգության աշխատակիցն եմ։ Չէ, իրականում սա ԿՊ-ի քարոզչությունն է, իմ կարծիքով, Լևոնը իմ շատ մոտիկ ընկերն է, իմ աշակերտն է, որպես մարզիկ և մեր ֆեդերացիայի նախագահն է, որպես մեր ֆեդերացիայի ղեկավար, ես այդ ֆեդերացիայի գլխավոր մարզիչն եմ։ Ես չգիտեմ ամենուր որտեղ եք տեսնում, ամենայն դեպս իմ շատ մոտիկ ընկերն է, չգիտեմ էլ։ 2021 թվականի ընտրությունների ժամանակահատվածում կամ անվտանգությունը կներեք, կամ անվտանգությունը ապահովելը, ինչքանով ես եմ իր անվտանգությունը ապահովում, այդքանով Լևոնն էլ իմ անվտանգությունը ապահովում։ Կարող եք Լևոնին, իսկ ինչի Լևոնին չեք ասում, որ իմ անվտանգության աշխատակիցն է, Լևոնին էլ հարցրեք։ Պարոն Ասատրով, 2021 թվականից մինչ օրս քրեական վարույթով եք անցնում դուք և Լևոն Քոչարյանը, գործը դատարանում է։ Ի վերջո դուք էիք ծեծել ոստիկանության աշխատակիցներին, թե ոստիկաններն էին ծեծել ձեզ և ինչպես էր նրանց հաջողվել ծեծել ձեզ։ Տեսեք, մենք ոչ մեկի հանդեպ բռնություն չենք կիրառել և մենք 8 տարի այս պայքարի մեջ ենք և շատ լավ գիտենք ինչ կարելի է անել և ինչ չի կարելի անել։ Առաջինը իրավական տեսանկյունից մենք քաջ ծանոթ ենք, որ նման գործողությունները, բռնության գործողությունները ունեն իրենց իրավական հետևանքը և նաև դատերի ընթացքում բոլոր վկաներին հարցնում ենք, այսքան տարի մեզ հետ առնչվել եք, որևէ տեղ, որևէ դրվագում տեսել ենք մեր վարքագծի մեջ որևէ ագրեսիվ դրսևորում, որևէ, չգիտեմ, բռնության դրսևորում, բոլորը միաձայն ասում են ոչ։ Բնականաբար սա էլի սարքած շինծու գործա, շինծու մեղադրանքա ինչ որ ձևով փորձում են ազդել մեր գործունեության վրա, քաղաքական գործունեության վրա, բայց ասեմ, որ իրենց մոտ չի ստացվում, դա ավելի շատ նաև կոնկրետ ինձ զվարճացնում է այդ իրենց արածը, որ շատ խնդալի է։ Ինչու երկարում դատականից, ինչու դատավոր ակտ չի կայացնում։ Պրոցես է, ընթանում է այդ պրոցեսը, դատավորի հիմնավորմամբ, դեռ վկաներ ունենք, քննում ենք։ Չգիտեմ, ես ենթադրում եմ, որ սա իրենց մոտեցումն է ինչ որ ձևով ազդելու, ասում եմ, մեր գործունեության վրա։ Դա ինձ թվում է այդ հարցը ավելի, այդ հարցի պատասխանը շատ պարզ է, բայց այդ հարցը ճիշտ կլինի իրենց տակ։ Յուրաքանչյուր քաղաքացի իր պատկերացումն ունի երկրի ղեկավարի մասին, դուք ինչու եք Ռոբերտ Քոչարյանի ընտրողը ձեզ համարում։ Ես վստահում եմ այդ ուժին, ես ճանաչում եմ, թե անձնապես իրենց ընտանիքը և ես մանկուց Արցախում մեծացել եմ, տեսել եմ իրենց անցած Ռոբերտ Քոչարյանի և իր ընկերների թիմի անցած մարտական ուղին, որ ինձ շատ հոգեհարազատ է և մենք այդ ուղիով անցած մարդկանցով հպարտանում ենք ամբողջ այս ընթացքը, մեր հաղթանակով հպարտանում ենք և ինքը այդ հաղթանակի կերտողներից մեկն է եղել և եղել է Արցախի նախագահան։ Դա ինձ թվում է պարզ է, իսկ անձնապես ճանաչելով իրենց ընտանիքը, ես նաև ոչ թե անձնապես ճանաչում եմ և ուզում եմ իրենց օգնեմ կամ, չգիտեմ, պատժ կանեմ կամ ինչ-որ օգուտ քաղեմ այդտեղից, անձնապես ճանաչելով ես հասկանում եմ, որ այդ մարդիկ անկեղծ են իրենց մղումների մեջ, անկեղծ են իրենց հայրենասիրության մեջ, իրենք մեր կողքին են, իրենք իմ կողքին են, քանի որ իրենք իմ կողքին են, ես էլ իրենց կողքին եմ։ Ինչու Հայաստանի ժողովուրդը այն ինչ դուք մատնանշում եք չի տեսնում, որովհետև առնվազն այն հայը, ով չի ուզում տեսնել երկրի ղեկին պայքարած, հաղթանակած ղեկավարի, հայամետ չէ, ըստիս։ Եթե այդ որակները ունի Ռոբերտ Քոչարյանը, այդ դեպքում ինչու մի քանի ընտրություն է նա չի կարողանում դառնալ երկրի ղեկավար։ Տեսեք, ինձ թվում է շատ երկար տարիներ հակաքարոզչություն է տարվել և ամբողջ փաստերը խեղաթյուրվել են, սկսած
իրենց ունեցվածքից, չգիտեմ, թալան, կոռուպցիա, անգամ, չգիտեմ, անգամ այս պահին շարունակվում է այդ ամենը։ Ես տեսնում եմ գովազդ ինտերնետում, որտեղ որ ասում են, եթե գա այս քաղաքական ուժը, մեր զինվորներին տանելու են Ուկրաինա կռվելու, այսինքն պարզա որ սա ինչ-որ ապուշ բաներ է, չէ՞, բայց մարդիկ այս միտքը ներդնում են ուրիշի ուղեղի մեջ եւ շատ ժամանակ ես կարծում եմ որ մարդիկ ոչ թե թուրքամետ են, ես ուզում եմ հավատամ որ մարդիկ ոչ թե թուրքամետ են, այլ մարդիկ ուղղակի մոլորված են, իրենք չգիտեն իրականությունը։ Տեսեք դուք ինձ հարցնում եք, ասում եք դու ինչի ես իրենց կողքին, որովհետեւ ես մաքսիմալ մոտիկ լինելով տեսնում եմ որ ոչ, իրանք անկեղծ են, իրանք իրոք այն ինչի մասին իրենք խոսում են, իրենք տենց մտածում են եւ իրենք տենց անում են, արել են եւ անելու են։ Իսկ մյուս մարդիկ չգիտեն։ Մի կողմից մի քարոզչություն, այսինքն մի կողմից մարդիկ ասում են իրականությունը, մյուս կողմից ասում են կեղծ ինֆորմացիան։ Միգուցե մի մասին կեղծ ինֆորմացիան է հասնում, մյուս մասին իրական ինֆորմացիա։ Կարծում եմ որ մարդիկ մեծ մասը մոլորված են այնուամենայնիվ։